Բարեկամներս, տեսնենք, թե Սուրբ Հոգին ինչպես է խոսում Պողոս առաքյալի հետ, որը գրված է Թեսաղոնիկեցիների 2-րդ գրքի 1/3-ում։ Պարտ ենք ամեն ժամանակ Աստվածանից գոհանալ ձեզ համար եղբայրք, ինչպես արժան է, որ ձեր հավատքը խիստ մեծանում է եւ ձեր ամեն մեկի սերը ավելանում է իրար վրա։ Աստծո արքայության մեջ նախանց չի կարող լինել։ Հավատքն աճում է, եւ ուստի եկեք շնորհակալություն հայտնենք նրան, եւ միշտ ջերմեռանդորեն, քանի որ դա հաճելի է Աստծուն, որքան հրաշալի է Թեսաղոնիկեի եկեղեցին։ Ահ, եթե այսօր մենք սա ամենուրեք ունենայինք, եկեղեցի, ինչպես Թեսաղոնիկեինը, եկեղեցի, որը աղոթում է, որը սիրում է եւ որը շնորհակալություն է հայտնում եւ գովաբանում Աստծուն, բայց Աստված չի սիրում, երբ տեսնում է նախանձ, հակամարտություն, սուտ եւ խաբեություն, դա տխրեցնում է Աստծուն։ Աղոթենք. Հայր, մենք գալիս ենք քո առաջ շնորհակալություն հայտնելու։ Շնորհակալ ենք Պողոս առաքյալի տված խորհրդի համար։ Նա հորդորում էր հետևել Աստծուն եւ ստանալ նրա մեծ սերը։ Ո Տեր իմ, բազմապատկիր այս սերը յուրաքանչյուր տանը եւ ընտանիքում քո պատվի եւ փառքի համար։ Ամեն։ Օրհնված եղիր։